Բարև ձեզ, սիրելի հայրենակիցներ, սիրելի ակնդիրներ, այսօր մի քանի վայրկյան սպասենք եթերին միանալու, վերահեռարձակողներին միանալու հնարավորություն ստեղծելու համար։ Այսօր ես նախապատրաստել եմ ձեզ համար մի ուսումնասիրություն, մի վերլուծություն, թեմատիկ զրույց, որը վերնագրված է «Խորամանկ հնարք և թալան Երևանի կենտրոնում»։ Այն, որ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի պատմության ամենամեծ թալանչին է և իր խունտան, դա կարծում եմ բազմաթիվ դրվագներով ապացուցվել է։ Նրա չափ վնաս Հայաստանի ոչ մի ղեկավար պատմության ընթացքում չի տվել հայ ժողովրդին։ Ես նկատի չունեմ այն ճակատագրական ողբերգական հետևանքները, որ նա ստեղծել է մեր պետության համար միայն 44-օրյա պատերազմով և դրա հետևանքներով, այլ նաև տնտեսությանը պատճառած հսկայական միլիարդավոր դոլարների վնասներ։ Առաջիկայում ես ձեզ թեմատիկ զրույցներ կներկայացնեմ Հայաստանի տնտեսության համար գերակա հանդիսացող որոշ ճյուղերի աղետալի վիճակի վերաբերյալ, ինչպիսիք են օրինակ գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը և այլն։ Բայց պարզվում է, որ Նիկոլ Փաշինյանը և իր հանցախումբը ոչ միայն լայն մասշտաբով են վնասակար հայ ժողովրդի մեր պետության համար, այլ շատ կոնկրետ դրվագներով պարզապես հնարքներ են գտնում թալանելու ազգային հարստությունը։ Որովհետև անգամ տնտեսագիտական դասակարգման մեջ կան որոշակի նշանակության օբյեկտներ, այդ թվում գույք, ձեռնարկություններ և այլն, որոնք տնտեսության մեջ իրենց ունեցած դերով, պատմամշակութային նշանակությամբ, աշխարհագրական դերքով և այլն, ունեն ոչ միայն տնտեսական հարստության իմաստ, այլև ազգային հարստության իմաստ։ Եվ ահա 2023 թվականի օգոստոսի 17-ի կառավարության որոշմամբ նախորդ շաբաթ Հանրապետության հրապարակում գտնվող գլխավոր մասնաշենքերից մեկը վաճառելու մի առեղծվածային հնարք է գործադրել այս կառավարությունը, կասկածելի հանգամանքներում փորձելով թալանել պետական սեփականությունը։ Դա անկեղծ ասած շատ մեծ հանրային ուշադրության չարժանացավ, բայց իմ ուշադրությունից չէր կարող վրիպել մոտ 50 միլիոն դոլարի միայն նյութական արժեք ունեցող Հանրապետության հրապարակի գլխավոր մասնաշենքերից մեկի օտարման գործընթացը և դրա մեխանիզմները։ Եվ ես հանձն առա իրականացնել իրավական ակտերի, կոնկրետ փաստաթղթերի, պաշտոնական հայտարարությունների և առողջ տրամաբանության համալիր վերլուծություն, որը հիմա կփորձեմ ներկայացնել ձեր ուշադրությանը։ 2023 թվականի օգոստոսի 17-ի կառավարության որոշումը վերնագրված է այսպես. Republic Plaza բաց բաժնետիրական ընկերություն հիմնադրելու մասին։ Պարզում է դա կառավարության այդ օրվա նիստի 43 օրակարգային հարցերից երկու զեկուցվող հարցերից մեկն է։ Մեր կառավարությունում հիմա օրակարգային հարցերի մեծ մասը ընդհանրապես չի զեկուցվում, չի քննարկվում անգամ։ Երբեմն կառավարության նիստ է եղել, որտեղ առհասարակ որևէ հարց չի զեկուցվել։ Այս հարցը եղել է այդ 43 օրակարգային հարցերից երկու զեկուցվողներից մեկը։ Ինչի համար է դա արվել, որ իբր թե այս գործարքը իրականացվել է հրապարակայնորեն քննարկումների արդյունքում։ Բայց երբ որ նայում ենք այդ քննարկումների բովանդակությունը և կայացված որոշման բովանդակությունը, նոր հասկանում ենք, թե ինչ սարսափելի թալանի հետ մենք ուղղակի գործ ունենք։ Առհասարակ Հանրապետության հրապարակը, որը մեր մայրաքաղաքի կենտրոնական հրապարակն է, կազմված է մի քանի գլխավոր շենքերից։
Դրանցից մեկը կառավարական թիվ 1 տունն է, որտեղ գտնվում է վարչապետի աշխատակազմը, Նիկոլ Փաշինյանի աշխատասենյակը։ Սա օգտագործում է պետական նպատակներով, ընդեղ է տեղակայված նաև ֆինանսների նախարարությունը, եւ այս 5 տարվա ընթացքում արդեն երկրորդ անգամ դա հիմնանորոգվում է։ Մի անգամ հիմնանորոգվել է միայն Նիկոլ Փաշինյանի աշխատասենյակը, հանգստի սենյակը, իր սպասարկման տարածքը, իսկ այս պահին միլիոնավոր դրամներ են ծախսվում վերանորոգելու համար կառավարության ամբողջ շենքը։ Իհարկե, այս մասին ոչ մի հրապարակային տեղեկություն չկա, ինչքան գումար են ծախսում, ով այն շինարարական կազմակերպությունը եւ այլն։ Այսպիսի հարցերը, որոնք ժամանակին կոռուպցիոն սկանդալների հիմք կարող էին հանդիսանալ, հիմա ընդհանրապես չի քննարկվում։ Մյուս շենքը դա պատմության թանգարանն է, հայ ժողովրդի պատմության թանգարանը եւ ազգային պատկերասրահը։ Այս շենքին էլ սրա հեռանկարը այս կառավարության օրոք որոշակիորեն նշմարվում է, որովհետեւ եթե հիշում եք կառավարության նիստերից մեկում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ թանգարանների այցելուների քանակը գնալով պակասում է եւ դա նշանակում է, որ մենք պետք է փակենք թանգարանները։ Չեմ կարծում, որ դա չի վերաբերում նաև Հայաստանի հայ ժողովրդի պատմության թանգարանին, առավել եւս կարծում եմ հայ ժողովրդի պատմությունը նրան ամենից շատն է թերևս անհանգստացնում եւ չի բացառում, որ մի օր էլ մենք լսենք, որ այդ թանգարանը տեղափոխվել է մեկ այլ հասցե եւ այդ շենքը նորից վաճառել են։ Իսկ ովքեր են դառնում դրա սեփականատերը, հիմա մենք քիչ հետո կպարզենք։ Մյուսը դա նախկին արտգործնախարարության շենքն է, որտեղ տեղակայված է նաև էներգետիկայի նախարարությունը, տարածքային կառավարման նախարարությունը։ Այդ շենքը դեռևս 2012 թվականին կառավարության դեկտեմբերի 27-ի թիվ 1675-ից N որոշմամբ վաճառվել է արգենտինահայ գործարար Էդարդո Էրնեկյանին պատկանող տանգո ընկերությանը աճուրդով 51 միլիոն 270,840 ԱՄՆ դոլար արժեքով։ Այդ շենքը վաճառվել է Էդուարդո Էրնեկյանին թանգարան կառուցելու նպատակով եւ մինչ օրս այդ շենքը իր նպատակին չի ծառայում, որևէ ձևով չի օգտագործում եւ որևէ մեկը չի բանակցում սեփականատիրոջ հետ Երևանի կենտրոնում շենքը նպատակային նշանակությամբ օգտագործելու համար։ Մյուս շենքը դա Մարիոտ Արմենիա հյուրանոցն է, որը ժամանակին էլ է եղել ինտուրիստ հյուրանոց, հիմա 90-ական թվականներից որպես մասնավոր ընկերություն գործում է Մարիոտ Արմենիա բրենդի տակ։ Եվ ահա այս մի շենքը, տրանսպորտի նախարարության նախկին շենքը, որի մի մասը պետական սեփականություն չի հանդիսացել, իսկ այն մասը, որը հանդիսացել է պետական սեփականություն, դա պատկանել է տրանսպորտի կապի նախարարությանը եւ դա էլ վաճառվել է ուրեմն կառավարության դեկտեմբերի օգոստոսի 17-ի այս որոշմամբ։ Ուրեմն ինչպիսին այդ շենքի վիճակը տվյալ պահին։ Տվյալ պահին շենքի տարբեր հատկեր հատկացվել են հետեւյալ գերատեսչությունների. վարչապետի աշխատակազմ, կադաստրի կոմիտե, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն եւ պետական գույքի կառավարման կոմիտե։ Ինչն է հետաքրքիր, որ բոլոր այս հատկացումները իրականացվել են կառավարության համապատասխան որոշումներով։ Բայց պարզվում է, որ այս շենքի տարբեր հատվածներ տրվել են նաեւ վարձակալությամբ կամ անհատույց օգտագործմամբ այլ կազմակերպությունների, որոնց կապակցությամբ կառավարության որևէ որոշում հատկացման վերաբերյալ չի հիշատակվում։ Դրանցից են վարչապետի աշխատակազմի հանրային կապերի տեղեկատվական կենտրոն ՊՕԱԿ-ը, դա ֆեյքերի ՊՕԱԿ կոչվող անվանումը ստացած կազմակերպությունն է, ճանապարհային դեպարտամենտը, Հայփոստ ՓԲ-ն, Ավետիս Սահակյան, պարզ չի թե ով է, քաղաքացի, եւ Տելեկոմ Արմենիա։ Այս հատկացումները շենքի այս տարբեր մակերեսներով իրականացվել են առանց կառավարության որոշումների։ Մի քանի ամիս առաջ պատահաբար ես այդ շենքի մոտով անցնելուց նկատել էի եւ Facebook-յան գրառում էի կատարել, որ այս շենք են այցելել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը,
զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդուարդ Ասրյանը եւ մի քանի ժամ անցկացրել են այդ շենքում ծանոթանալով այդ շենքի պայմաններին։ Տպավորություն կար, որ հավանաբար ուզել են այդ շենքը հատկացնել պաշտպանության նախարարությանը, երևի Սուրեն Պապիկյանի համար մի քիչ դիսկոմֆորտ է գտնվել Նորքի, չգիտեմ, որերորդ, երկրորդ զանգվածում պաշտպանության նախարարության այդ շենքում եւ ուզել է գտնվի տեղափոխի իր աշխատասենյակը հանրապետության հրապարակ։ Բայց ընդունված որոշումը դրան չի վերաբերում, այսինքն շենքը պաշտպանության նախարարությանը չի հատկացվում, այլ որոշվել է մասնավորեցվի։ Ընդհանուր առմամբ մասնավորեցման ենթակա այդ շենքի մակերեսը Նալբանդյան 28 հասցեում կազմում է 7809.9 քառակուսի մետր։ Երևանի կենտրոնում հիմա շուկայական գներով նորակառույց շենքերում, եւ չասեմ, որ այդ շենքը ակնհայտորեն ավելի բարձր արժեք ունի, հասնում է մինչև 5000 ԱՄՆ դոլարի, ինչը նշանակում է, որ այդ շենքի շուկայական գինը կազմում է մոտարապես 39 միլիոն 50 հազար դոլար։ Կառավարությունը իր որոշման մեջ այդ շենքի շուկայական արժեքը գնահատում է ավելի բարձր, մոտարապես 44.5 միլիոն դոլար։ Դա չի նշանակում, որ այդ շենքի գինը մնալու է նույնը եւ կարող է բարձրանալ։ Հիմա կառավարությունը որոշել է ծախի այդ շենքը։ Իմ խորին համոզմամբ այդ շենքի սեփականատերը լինելու է կամ Նիկոլ Փաշինյանը անձամբ, կամ նրա կողմից աջակցություն վայելող, հովանավորություն վայելող, ուրեմն գործարարներ կամ օլիգարխներ կամ ԿՊ-ական վերնախավը իր ամբողջության մեջ։ Այս շենքի վաճառքի վերաբերյալ որոշման նախագիծը ներկայացրել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանթոսյանը։ Դա տարօրինակ է, որովհետեւ սա շենքի գույքի պետական սեփականության կառավարման հարցերով զբաղվում է կառավարության ենթակա պետական գույքի կառավարման վարչությունը։ Հետևաբար վարչության պետը ինքը կարող էր այդ հարցը ներկայացնել կառավարությանը։ Քննարկմանը չգիտես ինչու, ինչ հետաքրքրությամբ մասնակցել է եւ կարծիքներ հայտնել Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, որին որ առհասարակ չի վերաբերում պետական գույքի կառավարման վերաբերող հարցերը, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, փոխվարչապետ Մեհեր Գրիգորյանը եւ այլն։ Ուրեմն այս շենքի մասնավորեցման վերաբերյալ այս պահի դրությամբ որևէ ծրագիր գոյություն չունի։ Վարչապետը իր խոսքում ու ինչա ցույց տալի քննարկում ես, քննարկման տեսանյութը դրել եմ այս իվենտում, այնպես տպավորություն է, որ ինքը նույնիսկ տեղյակ չի։ Իսկ պատկերացնեք կառավարության նիստում հարց է քննարկվում, 43 հարցերից ընդամենը 2-ն է զեկուցվող, եւ վարչապետը այնպես տպավորություն է ստեղծում, որ ինքը խնդրին չի տիրապետում։ Այն դեպքում, երբ որ ինքը անձամբ է գնացել այդ շենքը ուսումնասիրել, շատ լավ է հասկացել եւ շատ լավ գիտի այդ շենքի ամբողջ ճակատագիրը եւ հեռանկարը վերջին ճշտությամբ, բայց այդպես միամիտ կեցվածք ընդունել այդ իր ընտրազանգվածի համար, որ ինքը ասենց ընդհանրեն շահագրգռված է ներդրումների իրականացման համար, պետական գույքի արդյունավետ իրականացման համար։ Հստակ պարզ է թե շենքի տերը ով է լինելու, լսեք հիմա դրա առողջ դատողություններն ու մեկնաբանությունները։ Նախ շենքը, այդ ընկերությունը, որ կառավարությունը ստեղծել է, նոր ստեղծված ընկերություն է, կոչվում է Republic Plaza։ Ես ուզում եմ հասկանալ, թե կառավարությունը, որը որ պետք է առաջնորդվի լեզվի մասին օրենքով, որտեղ ըստ երկրի սահմանադրության պետական լեզուն հայերենն է, ինչի է կառավարությունը որոշում ընդունում հիմնադրել նոր ստեղծել մի ընկերություն օտարահունչ անունով Republic Plaza։ Դա պարզ է, չէ՞, որ այդ Republic-ը վերաբերում է հանրապետության հրապարակին, որտեղ որ այդ շենքը գտնվում է, Plaza-ն էլ դա ընդհանրապես նման բիզնես կենտրոնների կամ հյուրանոցների տարածված անունն է։
ընդ որում Երևանում տարածված իմաստը այդ անվանումով հետաքրքիր զուգադիպությամբ համընկնում է Հանրապետության հրապարակից ոչ հեռու գտնվող Արամի 3 հասցեում գտնվող Seal Plaza անվանման հետ, որի դա ֆիրմային անվանումն է, այդ Seal Plaza-ի Գրզո Plaza SP, որի բաժնետերը ըստ գույքի եւ եկամուտների շահերի 2022 թվականի տարեկան հայտարարագրերի պատկանում է ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր իշխանական հայտնի օլիգարխ Խաչատուր Սուքիասյանի տիկնոջը Ռուզաննա Ասատերյանին։ Իդեպ, պարզում է, որ Խաչատուր Սուքիասյանը բիզնեսի մեջ էլ է շատ վախվորած գործում, որովհետև ակնհայտորեն իրեն պատկանող ընկերությունը, չգիտես ինչի, ձևակերպված է նրա տիկնոջ անունով։ Ես դժվար եմ պատկերացնում որևէ մեկին, որի երևակայության մեջ անգամ Խաչատուր Սուքիասյանի կինը այդ ընկերության կառավարման վերաբերյալ որևէ որոշում կկայացնի։ Ակնհայտ է, որ դա իրեն պատկանող ընկերություն է։ Եվ հետաքրքիր է այս շենքի պատմությունը, նախապատմությունը։ Ինչեւ ես սա ամեն ինչը մանրամասը ներկայացնում, որովհետեւ իմ կարծիքով սա ուղիղ կապ կունենա Republic Plaza-ի հետագա ճակատագրի հետ։ Հետք լրատվականը հետաքննություն է իրականացրել եւ պարզել է, որ Խաչատուր Սուքիասյանի հոր հիմնադրած Աստղիկ 1 կոոպերատիվը Երևանում կենտրոնում գտնվող Արամի փողոցի 3 եւ 5 հասցեների անշարժ գույքը սեփականաշնորհել է, որպիսի վերակառուցի եւ օգտագործի որպես հայ նկարիչների նկարների վաճառատուն։ 1995-97 թվականներին շենքը ուշադրություն 5655 ԱՄՆ դոլարով ձեռք բերելուց հետո Սուքիասյանները այն վերակառուցել են, սակայն նկարների վաճառատան փոխարեն շենքը օգտագործում են այլ նպատակով։ Այսօր Seal Plaza-ում տեղակայված են Սուքիասյաններին պատկանող մի շարք բիզնեսներ։ Հատկանշական է, որ այդ գործարքը տեղի է ունեցել եւ Seal Plaza-ի սեփականաշնորհումը որոշումները կայացվել են Հայաստանի ներկայիս նախագահ այն ժամանակվա Երևանի քաղսովետի գործկոմի նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնավարման ժամանակաշրջանում, իսկ նրա պաշտոնազրկումից հետո, այսինքն այդ գործարքը իրականացնելուց հետո Երևանի կենտրոնում գտնվող շենքը 5600 դոլարով Սուքիասյանների վաճառելուց հետո նա դարձել է այդ նույն ընտանիքին պատկանող Հայ Էկոնոմ բանկի վարչության անդամ եւ ստացել է այն չափի ֆինանսական եկամուտներ, որոնցով կարողացել է ձեռք բերել սեփականությամբ բնակարան Երևանի կենտրոնում եւ առանձնատուն ամառանոց Երևանի մերձակա ամառանոցային բնակավայրերից մեկում։ 5655 դոլարը դա հիմա ոնց ասեմ, եթե Խաչատուր Սուքիասյանը ունենա Ստեֆանո Ռիչի ֆիրմայի թեկուզ 1 կոստյում, ապա դրա արժեքը մոտարապես 12000 դոլար է։ Կարծում եմ, որ կունենա գոնե երեխեքի հարսանիքին հագնելու համար։ Այսինքն այս շենքի արժեքը նրա հիմիկվա կոստյումի գնի կեսն է։ Իսկ Վահագն Խաչատուրյանը, որը հետագայում նաև Խաչատուր Սուքիասյանի շատ մեծ դերակատարությամբ դարձել է հանրապետության նախագահ, հետագայում իր անհրաժեշտ փոխհատուցումները ստացել է Հայ Էկոնոմ բանկից։ Իդեպ հետքի այդ հրապարակումների հիման վրա 5655 սեփականաշնորհում ջրի գնով հարուցվել էր քրեական գործ, քրեական վարույթ, որը գլխավոր դատախազություն ուղարկել էր վարչական դատարան եւ ջրվել էր։ Ես կարծում եմ, որ սրան անպայմանորեն անդրադարձ կլինի իշխանափոխության առաջին իսկ օրերից։ Հիմա վերադառնանք մեր Republic Plaza-ին։ Ուրեմն կառավարությունը որոշման կից հիմնավորումներում նշում է, որ նախագծի ընդունմամբ նախատեսվում է պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին օրենքում կատարել փոփոխություն։ Ես հուսով եմ դուք ուշադրություն դարձրեցիք ամսաթվերին։
2023 թվականի օգոստոսի 17-ին որոշում են կայացնում, որպեսզի փոփոխություն կատարեն 2017-ից 2020 թվականների պետական գույքի մասնավորեցման ծրագրի մասին օրենքում։ Հասկանում եք ինչի մասին ենք մենք խոսում։ Սա այն դեպքում, երբ որ այդ օրենքի իրականացման հաշվետվությունը ազգային ժողովը արդեն հաստատել է։ Ուրեմն ուշադրություն, 2017 թվականից հետո պետական գույքի մասնավորեցման որևէ օրենք, պետական ծրագիր չի ընդունվել։ Դա եղել է 2010-2020 թվականների համար։ Իսկ մեր երկրի օրենսդրությամբ մենք ունենք օրենք պետական գույքի մասնավորեցման սեփականաշնորհման մասին, որով հստակ սահմանվում է, որ պետական գույքի մասնավորեցումը, սեփականաշնորհումը իրականացվում է համապատասխան ծրագրերի հաստատման միջոցով, այսինքն այն գույքը, որը ենթակա է մասնավորեցման, սեփականաշնորհման, պետք է նախ եւ առաջ ընդգրկվի սեփականաշնորհման ծրագրում, որը հաստատվում է օրենքով եւ ըստ օրենքով այդ օրենքի ցանկում ընդգրկված գույքը արդեն կառավարության կողմից նոր ենթակա է սեփականաշնորհման։ Հիմա բնականաբար այդ շենքը Նալբանդյան 28 հասցեում գտնվող պետական գույքի մասնավորեցման ծրագրում ընդհանրապես ընդգրկված չի, որովհետև 20 թվից հետո նման ծրագիր նույնիսկ չի ընդունվել, եւ սրանք 2023 թվին որոշում են, որպեսզի 2017-ից 20 թվի ծրագրում դա ընդգրկեն։ Հասկանում եք, սա ինչի մասին է խոսքը։ Նման անոմալիա, նման հանցագործություն, նման անօրինություն երևի մեր պետական կառավարման համակարգին հայտնի չի, երբ որ նորից են կրկնում այդ օրենքի 17-ից 20 թվականների սեփականաշնորհման օրենքի հաշվետվությունը մեկ այլ օրենքով արդեն ընդունվել է ազգային ժողովի կողմից։ Այսինքն ընդունված, ավարտված եւ հաշվետվությամբ ավարտված օրենքի մեջ սրանք մտադիր են կատարել փոփոխություն 2023 թվականի օգոստոսին։ Սրանք գրում են, որ իրականացումը պետական գույքի կառավարման ոլորտի բարեփոխումների ռազմավարությանը համահունչ։ Այնտեղ ասում է, որ ընկերությունների ստեղծումը բաժնեմասերի վաճառքի գրավչության բարձրացման եւ վաճառքի իրականացման բնագավառում նոր մոտեցումների կիրառումը։ Իդեպ ասեմ ձեզ, որ իսկապես դեռևս պետական գույքի մասնավորեցման սեփականաշնորհման ողջ ընթացքում 90-ական թվականներից սկսած մինչ օրս այս եղանակով ոնց որ իրականացվել է Նալբանդյան 28 հասցեում գտնվող կառավարական շենքի սեփականաշնորհումը դեռևս չի իրականացվել։ Այսինքն ավանդաբար նման շենքերի շինությունների իրացման մեթոդը դա հրապարակային սակարկությունն է, աճուրդ է, այսինքն շենքը դրվում է վաճառքի եւ վաճառվում է այն գնով, ով որ ավելի բարձր է պատրաստ սա դրա համար վճարի։ Իսկ սրանք ինչ են իրականացրել, նայեք ինչ հնարք են ստեղծել։ Ուրեմն ստեղծել են նոր բաժնետիրական ընկերություն, ընդ որում ուշադրություն, բաց բաժնետիրական ընկերություն, Republic Plaza, որը մինչ այդ գոյություն չի ունեցել բնականաբար, որևէ ակտիվներ չունի, որևէ գործունեություն չի ծավալել եւ արդեն կառավարության կողմից գնահատված 16 միլիարդ 913 միլիոն 200,000 դրամ արժեք ունեցող շենքը կառավարությունը հատկացնում է նոր ստեղծված Republic Plaza բաց բաժնետիրական ընկերությանը։ Ինչ նպատակով, որ հետո այդ ընկերությունը իր բաժնետոմսերը, ինչ որ ասում են ոչ թե ենթադրվում, այդ կառավարությունն է ասում, որ պետք է արվի, կտանեն, կիրացնեն բորսայում որպես բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսեր։ Հիմա ինչ կստացվի
դրա արդյունքում։ Նախ ասեմ ձեզ, որ այս պայդրությամբ այդ շենքի տարածքները վարձակալությանը հանձնված եւ ուշադրություն։ Հանրապետության հրապարակի կենտրոնում գտնվող այդ շենքի տարածքների վարձակալությունից պետության վարձավճարը հասանելի կազմում ընդամենը ամսական 4175 ԱՄՆ դոլար, այսինքն 1,586,600 դրամ։ Պատկերացնեք հանրապետության հրապարակի Երևանում հիմա բնակարան կա, որ վարձով են տալի, բնակարան Երևանի կենտրոնում հյուսիսային պողոտայում ամսական վարձը կարող է լինի 5000 դոլար։ Այս շենքում մեր պետությունը, մեր պետական սեփականության գույքը կառավարում այն արդյունավետությամբ, որ այդ հսկայական շենքում վարձակալությամբ հատկացված տարածքներից գանձում են ընդամենը 4175 դոլարի վարձավճար ամսական։ Ուրեմն ինչի են սրանք որոշել ստեղծել բաց բաժնետիրական ընկերություն, այլ ոչ թե ենթադրենք փակ բաժնետիրական ընկերություն, այլ ոչ թե ՍՊ։ Ինչ են որոշել այդ բաժնետոմսերը հանել վաճառքի։ Շատ պարզ տրամաբանությամբ։ Բաժնետիրական ընկերությունների մասին օրենքի 8-րդ հոդվածը սահմանում է, որ ընկերությունը համարվում է բաց, եթե նրա բաժնետոմսերն իրավունք ունեն օտարել իրենց պատկանող բաժնետոմսերն առանց մյուս բաժնետերերի համաձայնության, բաժնետոմսերի բաց բաժանորդագրության և դրանց ազատ առու վաճառք, բաց բաժնետիրական ընկերությունների բաժնետերերի քանակը չի սահմանափակվում, այսինքն ուշադիր, եթե սրանք հիմնեին ոչ թե բաց բաժնետիրական ընկերություն, այլ փակ բաժնետիրական ընկերություն, որը ըստ նույն օրենքի չի կարող ունենալ 49-ից ուրեմն ավել թվով բաժնետերեր, 40-ից ավել թվով բաժնետերերի դեպքում ՍՊ-ն կամ ՓԲ-ն ըստ օրենքի պարտավոր են վերակազմակերպել որպես բաց բաժնետիրական ընկերության։ Փակ բաժնետիրական ընկերության կամ ՍՊ-ի դեպքում, եթե բաժնետերերը վաճառում են իրենց բաժնեմասը կամ բաժնետոմսերը, ապա առաջին նրանք պետք է ունենան մյուս բաժնետերերի կամ սեփականատերերի համաձայնությունը եւ երկրորդը այդ բաժնետերերը ունեն այդ սեփականությունը բաժնետոմսերը կամ բաժնեմասը առաջնային ձեռք բերելու իրավունք։ Հիմա սրանք որպիսի նման կաշկանդվածություն չունենան, դրա համար ստեղծել են ուրեմն բաց բաժնետիրական ընկերություն։ Բաց բաժնետիրական ընկերության դեպքում, ձեզ որպիսի իրավական ակտերով շատ չծանրաբեռնեմ, ուրեմն բաժնետոմսերը ենթակա են շուկայում ազատ առու վաճառքի եւ բաժնետոմսի գոյություն ունի նոմինալ արժեք, որով որ այն թողարկվում է, այսինքն պետությունը թողարկել է հիմա բաժնետոմսեր, կտանի ֆոնդային բորսային դա վաճառելու եւ գոյություն ունի նաեւ շուկայական արժեք, որը կարող է ավելի բարձր լինել, քան նոմինալ արժեքն է, կամ ավելի ցածր լինել, քան նոմինալ արժեքն է, այսինքն կապված այդ բաժնետոմսերի նկատմամբ առաջարկի եւ պահանջարկի հարաբերակցությունից։ Հիմա կառավարությունը արդեն սահմանել է, որ այդ գույքի արժեքով թողարկելու են 10,000 դրամ անվանական արժեքով համապատասխան թվով բաժնետոմսեր եւ տանել են ֆոնդային բորսային վաճառելու։ Եթե դա լիներ ՍՊ կամ ՓԲ, կամ եթե դա ուղիղ վաճառքով մասնավորեցներ, մեզանից յուրաքանչյուրը, Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի կիմանար, թե ով է դառնում հրապարակի այդ շենքի տերը։ Իսկ բաց բաժնետիրական ընկերության դեպքում շենքի տերը հանդիսանում է ընկերությունը, որի բաժնետոմսերի տերը կարա դառնա, ասենք, գալիս ենք արդեն առողջ տրամաբանությամբ, Վիրջինյան կղզիներում գրանցված մի ընկերության, որի սեփականատերն է ՆՓ-ն, ԽՍ-ն, ԱՍ-ն, ասենք, այդ անվանումները օրինակ իմ պատկերացումներով, ասենք, ՆՓ-ն կարա լինի օրինակ Նիկոլոս Փաշօղլի, ասենք, ԱՍ-ն հենց ինքը Արմեն Սարգսյան, ԽՍ-ն
պլազան, այդ Վիրջինիան կղզիներում գրանցված մի հատ ուրիշ ընկերություն կարա Երևանի ֆոնդային բորսայից ձեռք բերի արդեն վաճառքի բաց վաճառքի դրած բաժնետոմսերը Republic Plaza բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսեր եւ քանի որ բաժնետոմսերը երկրորդային շուկայում ազատ առուվաճառքի ենթակա են նայել այդ բաժնետոմսերը հետագայում վաճառի երրորդ անձին ասենք օրինակ ԱՀ-ին որը նույնպես ապրում է կառավարական ամառանոցում եւ ունի մեծ հավակնություններ ու սենց ժամանակի ընթացքում ոչ ոք չիմանա թե փաստացի ով դարավ այդ շենքի իրական սեփականատերը այսինքն Republic Plaza բաց բաժնետիրական ընկերության իրական սեփականատերը որին պատկանում է ամբողջությամբ արդեն սեփականության իրավունքով Նալբանդյան 28 հասցեում գտնվող հանրապետության հրապարակի վրա գտնվող 7900 քառակուսի մետր մակերեսով պատմամշակութային հուշարձան հանդիսացող Թամանյանի նախագծով կառուցված այդ շենքը։ Եվ քանի որ բաժնետոմսերի շուկայական գինը կարա լինի նաև ցածր նոմինալ արժեքից, ապա չի բացառվում, որ այդ ստվերային ապագա սեփականատերերը, որոնք իմ կարծիքով եւ կառավարության նիստի մասնակիցների կարծում եմ տրամաբանությամբ արդեն պարզ է թե ովքեր են լինելու, նրանք այդ գույքը ձեռք բերեն չնչին գներով։ Այդ չասեմ, որ բաժնետիրական ընկերությանը առհասարակ ցանկացած արդեն ոչ պետական հանդիսացող բաց բաժնետիրական ընկերությանը կարող է նաև վերաբերվի մեկ այլ հեռանկար։ Դա մեր երկրի օրենսդրությամբ կոչվում է սնանկացում։ Այսինքն Republic Plaza ընկերությունը ենթադրենք իր ներդրումային ծրագրերի իրականացման համար, որովհետև իրենք այս պահի դրությամբ ոչ մի ծրագիր չունեն եւ որոշման հիմնավորումների մեջ նշված է, սա շատ կարևոր մի հանգամանք է, որ կառավարությունը նայեք նախագծի ընդունմամբ իրենց բանի մեջ ամփոփաթերթի մեջ է նշված Նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն եւ պետական բյուջեում ծախսերի եւ եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսում։ Սա կառավարության որոշման հավելվածում է նշված։ Այսինքն, կառավարությունը այլևս ոչ մի ներդրում չի պատրաստում իրականացնել Republic Plaza ընկերության մեջ, գույքի բարելավման իմաստով, չկա որևէ ծրագիր եւ նաեւ ինչն է հետաքրքիր, որ եկամուտներ ըստ կառավարության որոշման նախագծի պետությունը չի ակնկալում, այսինքն ըստ իրենց հիմնավորումների պետությունը այս գործարքից ոչինչ չի շահելու, բայց պարզ է, որ շահելու են այն հավանական գնորդները, ովքեր չնչին արժեքով տիրանալու են մի քանի միլիոն դոլար այս պահին կառավարության գնահատմամբ մոտավորապես 45 միլիոն դոլար արժեք ունեցող պատմամշակութային շենքին։ Միտքս ավարտեմ նախորդի մասով։ Մեր երկրում կա սնանկացման մասին օրենք։ Հիմա պատկերացրեք այսպիսի մի մեխանիզմ։ Republic Plaza ընկերությունը, որը դեռևս չունի որևէ ծրագիր, որևէ բիզնես պլան, այս շենքի օգտագործման որևէ նպատակային նույնիսկ նշանակության խնդիր, Նիկոլ Փաշինյանն ասում է, դեռ պարզ չի, դեռ ինչ կարա լինի բիզնես կենտրոն, հյուրանոց, ինչու՞ չէ նաև բնակարաններ, կարող է նաև, որտեղ ցանկացած նպատակով կարա ընկերության գործադիր մարմինը տնօրենը որոշի շենքի որ հարկաբաժինը, որ սենյակները ինչ նպատակով օգտագործեն կամ վաճառեն այդ շենքի այդ մասը եւ այլն։ Մեկ է պարզում է, որ իրենց բիզնես պլանի իրականացման համար անհրաժեշտ է ֆինանսական միջոցներ։ Ու պարզվի, որ Հայ Էկոնոմ բանկը պատրաստ է Republic Plaza ընկերությանը տրամադրի վարկ եւ այդ վարկը վերցնի այդ ընկերությունը սահմանված ժամկետում չկարողանա կատարել իր վարկային պարտավորությունները, իսկ Հայ Էկոնոմ բանկը առաջնորդվելով սնանկության մասին օրենքով դիմի դատարան եւ սնանկ ճանաչի այլևս մասնավորեցված, այլևս պետության հետ որևէ կապ չունեցող, այլևս բաժնետոմսերի ազատ շրջանառությամբ,
մի քանի տասնյակ բաժնետոմսեր ունեցող, այդ թվում Վիրջինիան կղզիներում գրանցված այլ ընկերություններին պատկանող բաժնետոմսեր ունեցող Republic Plaza ընկերությանը եւ այդ սնանկացման գործերի կառավարիչը արդեն վաճառի շատ ավելի ցածր գնով այդ շենքը 45 միլիոն դոլար արժողությամբ, դա արդեն սնանկացման գործերի կառավարիչն է որոշելու, թե դա ոնց պիտի իրականացվի, դատարանի համաձայնությամբ, որպեսզի մարեն ենթադրենք հայ էկոնոմ բանկի եւ այլ ուրեմն պարտատերերի նկատմամբ ունեցած իրենց պարտավորությունները։ Եվ կարող է պարզվի, որ այդ ընկերությունը մի հատ հայ էկոնոմ բանկին փող տա լրացուցիչ իր պարտավորությունների համար։ Իսկ ահա հայտնի սեփականատերերը, որոնք սիրում են Plaza անունը օգտագործել իրենց ընկերություններում, նաև շատ ավելի ցածր գնով արդեն սնանկացման գործերի կառավարիչից ձեռք բերեն այդ շենքը։ Եթե որևէ մեկը կասկածում է այս վարկածներին, որոնք տեղավորվում են Հայաստանի օրենսդրության եւ խելամտության շրջանակներում, ապա ես նրանց ընդամենը իհարկե շատ ավելի երկար կյանք եմ մաղթում, բայց մաղթում եմ մի 5 տարվա առողջ կյանք այս իրադարձություններին հետևելու եւ պարզել եւ մամուլի հրապարակումներին հետևելու, որոնցից իրենք կտեսնեն, թե ով է կարճ ժամանակահատվածում դառնում հանրապետության հրապարակի այդ շենքի սեփականատերը։ Եվ ոչ միայն այդ շենքի սեփականատերը։ Ես վստահ եմ, որ այդ տանկո ընկերությունից են խլելու իրենց սեփականությունը։ 2021 թվականից Երևան քաղաքում այնպիսի գույքահարկի դրույքաչափեր են այլևս կիրառվում, որ Երևանում 4 սենյականոց բնակարան ունեցող քաղաքացիները ստիպված են լինելու 2026 թվականին վճարել մոտավորապես $100 ամսական անշարժ գույքի հարկ իրենց բնակարանների համար։ Բարձր չէ, հանրապետության հրապարակի վերագտնվող մի քանի հազար քառակուսի մետր մակերես ունեցող քարի շենքի բարձր առաստաղ շենքերի համար ինչ գույքահարկի դրույքաչափեր են արդեն իսկ սահմանված անշարժ գույքի միասնական հարկի մասին օրենքով, այսինքն հարկային օրենսգրքով։ Բնականաբար այդ ընկերությունները երկար ժամանակ չեն կարող դիմանալ այդ հարկային բեռին եւ պետությունը հարկերի դիմաց նաեւ խլելու է նրանցից այդ սեփականությունը։ Նիկոլ Փաշինյանը արդեն ասել է, որ թանգարանները այցելուներ չունեն եւ պետքա փակվեն։ Եվ այդ հեռանկարը սպասում է նաեւ հայ ժողովրդի պատմության թանգարանին եւ ազգային պատկերասրահին։ Սիլ Պլազայի հաղթարշավը հանրապետության հրապարակում շարունակվում է, որովհետեւ հանրապետության նախագահը, հանրապետության վարչապետը եւ այլ պաշտոնյաներ կոչված են սպասարկելու ժամանակակից օլիգարխիայի շահերը։ Այս ամենին դիմակայելու, այս հարստությունը մեր ժողովրդի, այս թալանչիների ճիրաններից փրկելու միայն մեկ ձև գոյություն ունի, ինչպես որ մեր հայրենիքը այս հայրենիքի գողերի ճանկերից փրկելու, որոնք պարզում է նույնն են։ Իսկ հայրենիքի գողերը եւ հայրենիքի թալանչիները դրանք նույն մարդիկ են։ Եվ այս իշխանափոխության դեպքում ոչ միայն հնարավոր կլինի խափանել նրանց այս ապօրինի թալանչիական մտադրությունները, այլև պետությանը վերադարձնել արդեն իսկ ժամանակի ընթացքում, դեռևս 90-ականների սեփականաշնորհման ժամանակ նրանց ապօրինի ձեռք բերած հսկայական հարստությունը, գույքն ու միջոցները։ Եվ դրա համար նույնիսկ դատ ու դատարաններ պետք չի։ Ճիշտ է, սեփականության իրավունքը սահմանադրությամբ երաշխավորված իրավունք է, բայց այն մարդիկ, ովքեր որ ապօրինություններ են թույլ տվել մեր սահմանադրության հանդեպ, ովքեր իրենց գործունեությամբ խախտել են մեր երկրի սահմանադրությունը եւ խախտել են այլ քաղաքացիների սահմանադրական իրավունքները, իրենց սահմանադրական իրավունքներից, այդ թվում սեփականության իրավունքից, օգտվելու հարցում սահմանադրությանը ապավինելու ոչ մի բարոյական իրավունք չունեն։ Այնպես որ սիրելի հայրենակիցներ, 2023 թվականի օգոստոսի 17-ին
Republic Plaza բաց բաժնետիրական ընկերություն հիմնելու մասին այս մեղմ եւ ուրեմն ոչինչ չասող անունով որոշումը ընդամենը մեր ժողովրդի սեփականության, ազգային հարստության, թալանի մասին փաստաթուղթ է, որը ընդունվել է Հանրապետության հրապարակում եւ վերաբերում է Հանրապետության հրապարակին։ Շնորհակալություն ուշադրության համար։